մարտական եւ այսօրվա զինվորներին խոնարհվում եմ բոլոր մայրերի առաջ։ Հպարտանում եմ հայ կանանցով, հայ մայրերով, այսօր օրինակ Էմման Կորնենկո, որի ամուսինը զոհվեց 93 թվականին մարտական առաջադրանք կատարելով արծիվ 30 գումարտակում։ Իմ ձեռքերի վրա ես երբեք դա չեմ մոռանա։ Եվ վերջին խոսքն ասաց, ջեմը ջան, խնդրում եմ, Էմմային կասես, թող երեխաներիս մենակ մեծացնի։ Էմմա, հպարտանում եմ քեզնով, որ անցնում դառնում ես, տեսնում եմ քո հպարտությունը։ Հպարտանում եմ, որ Կորնենկոյից հետո դու չկոտրվեցիր, դու չոչնչացար, դու կարողացար և կազմակերպել հասարակական կազմակերպություն զոհված ազատամարտիկների հաշվանդամ զինվորների օգնության, ինչու չէ նաև միջոցառումներ կազմակերպելով զորամասեր զինվորների հետ հանդիպման, դու կարողացար դա անել, որովհետև քո մեջ հոսում է հայոց արյուն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Անահիտ Կարապետյանին, հզոր մայր, հզոր կին, որի ամուսինը մարդ տնչում էր հայոց սահմանների պաշտպանության, հայոց բանակի այսօրվա կազմավորման համար, որպես առաջին զինվոր։ Նա կռվում էր հայրենիքի համար, իսկ Անահիտը դեռ լույս աշխարհ չբերած իր զավակներին ոնց հետո պիտի ասեր, որ քո հայրը հայրենիքի համար է զոհվել։ Շնորհակալություն Անահիտ, գուցե շատ այլ ազգի կանայք չէին ծնի երեխաներին, բայց դու կարողացար քո կրծքի տակ կրել քո զոհված ամուսնու զույգ ձագուկներին և մեծացնել մենակ։ Խոնարհվում եմ քո առաջ Անահիտ, մասիս սիսն ու մասիս որդիների, որ հայրենիքի համար պիտանի զավակներ պիտի դառնան։ Հպարտանում եմ ձեզնով, համբուրում եմ ձեզ սիրելիներս։ Շնորհակալություն ձեզ սիրելի երեխաներ, շնորհակալություն, որ դուք կարողանում եք այս գեղեցիկ բեմից հայրենասիրական երգերով ողջունել մեր հայ ժողովրդին։ Թող ձեր երգը միշտ լինի խաղաղ, ազատ, անկախ Հայաստանի դահլիճներում։ Ես ուզում եմ, որ լինի խաղաղություն, չնայած գուցե մարդիկ կան ինձ չեն ճանաչում, ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ մեկ պահ ընդամենը արտահայտվել, ներկայանալ։ Հեղինե Մարգարի Հովհաննիսյան, ջեմային ճանաչում, 88-ից մասնակցել է, 90 թվից սպառապետ Վազգեն Սարգսյանի կողքին, Փառք ու պատիվ սպառապետ Վազգեն Սարգսյանի կողքին ջոկատներով առաջի հերթին պաշտպանեցին Գերասխավանի սահմանները։ Եթե մի ժողովուրդ չի կերակրում իր բանակին, չի պաշտպանում իր սահմանները, ուրիշին պաշտպանել չի կարող։ Մենք կարողացանք ազատագրել Երասխավանը, Փառք ու պատիվ զոհվածներին նորից։ Եվ դրանից հետո ես մասնակցեցի Արցախի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության։ Եղել եմ Վաշտի հրամանատար։ Դրանից հետո զոհվեց մեր գումարտակի հրամանատարը և ես կարողացել եմ, ինձ վստահել են ավելին, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար։ Դրանից հետո վերջի 5 տարի ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության զորամասում որպես դակ տեղակալ, 2005 թվականին զորացրվել եմ որպես պահեստի կապիտան։ Վիրավորվել եմ 3 անգամ, հպարտ եմ, որ հայոց բանակի զինվոր եմ եղել, քայլել եմ կամանդոսի կողքին, եղել եմ Դալիբարտյանի կողքին, Մոնթե Մելքոնյանի, մեր Սեյրան Օհանյանի և բոլոր սպաների, ողջունում եմ ձեզ սպաներ, համբուրում եմ բոլորին, հպարտանում եմ, 3 անգամ վիրավորվել եմ, երկրորդ խմբի հաշվանդամություն ունեմ,
իրենց էլ մեկը ես եմ հերթագրվել, որպեսզի պաշտպանեմ հայոց սահմանները։ Եթե լինեմ 100 տարեկան, ձեռքերս չեն տողա, թշնամու վրա կրակելուց։ Ես ասում եմ այն, որովհետև հայ կանայք հզոր են միշտ տղամարդկանց կողքին։ Քարոպատիվ հայ կանայք ձեզ, համբուրում եմ բոլորին թող լինի խաղաղություն, թող ոչ մի մայր չկործնի զավակին։ Բայց եթե թշնամին ոտնձգություն կատարի, մեր եռագույնը մենք բարձրացնենք Բաքվի ամենաբարձր տեղը։ Ողջունում եմ բոլորին, համբուրում։ Շնորհակալություն ձեզ։ Օցերի պես պիտի սողան իրենց բունը, երակների տասնիվ քաջի արյունը, չի ցամաքի, մինչավիտյան անդրանիկ, հայոց կուսանք, դարտնյա պսակ թող հյուսենք, քնքուշ ձերքերով քո ճակատը փակեն, գոհարներով ամբախ կուրքը ձերթարեն, կեցես հավետ դու անսանսան անդրանիկ, Հայրենիք ես հեռացել եմ, խեղճ բանդուխտ եմ, տուն չունի, ազիզ մորես բաժանվել եմ, տղուր դրդում քուն չունի, սարենք ու գանք, նախշուն հավքեր,
իմ մորս տեսել չեք, ծով ենք ու կան, մարման թոմեր, ախր բարև բերել չեք, հավքով կեն եկան կշտից, անձեն դիպան ու ացան, պապակ սրտից, պապակ սրտից, անխոս դիպան ու անցան, քո տեսքին, անուշ լեզվին, կարացել եմ մայրիկ ջան, ելնեք երազ լինիմ, թրնիմ մոտըտ մայրիկ ջան, և քունըտ գալուր կեշելով հոգիտ գրկիմ համպույշ տան, սրտիտ կպնիմ վար կարոտով, լավ ու խնդամ, մայրիկ ջան։ Հարգելի հանդիսատես, իսկ այժմ սիրով ուզում եմ բեմ հրավիրել գնդապետ Արմինե Ալեքսանյանին։ Շնորհակալություն։ Այստեղ գտնված երեխաների կատարումները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ անիմաստ զոհեր չեն լինում, որ մեր այլում թափված զինվորները այսօրվա հաղթանակների, այսօրվա պար ու երգի համար են զոհվել։ Եվ հիշեցնեմ, որ ես ինքս պատիվ ունեմ լինելու ազատամարտիկի կին և անդադը պարտանում եմ նրանով, ցավոք այսօր նա չկարողացավ ներկա գտնվել այս գեղեցիկ երեկույթին։ 14 տարեկանից նա կարողացել է լինել և հայրերի կողքին, և որդիների կողքին վերջին քարոզիա պատերազմի ժամանակ։ Պետք է հիշենք, թե ում այլումն է, որ այսօր մենք այսօր ելույթ ենք ունենում այստեղ։ Պետք է հիշենք մի զինվորների մի խումբ, որը կոչվում է Եռաբլուր։ Ես 18 տարեկան եմ, երբ իմ ամուսինը առաջին ռազմական գործողություններից հետո վերադառնալով ինձ տարավ Եռաբլուրի Պանթեոն։ Ես տեսա այն և ինչ որ տեսա արագ թղթին հանձնեցի։ Ուզում եմ իմանանք, հիշենք և փառք տանք այդ հերոսներին, որոնց այրան գնով է, որ այսօր մենք ողջ ենք։ Տպավորություն Եռաբլուրից։ Այնտեղ քարեր են համատարած, շատ դեմքեր կան այնտեղ քարացած, որոնք անմեռ են մեզ համար այսօր իրենց անունով հիշատակ դարձած։ Հայ հերոսներ են և հայոց քաջեր, այդ անմեղ դեմքերն հոգիս կտանջեր։ Իսկ կան հիմա զոհվածներ անլուր, որոնց դիակներն էլ չեն հասել Եռաբլուր։ Հայոց մայրեր, դուք եք այս քաջը մարդկանց սնել և դարձրել եք առնական, սովորեցրել կյանքի ճամփան։ Քանիսն են, չկա թիվ, համրանք, հայ ժողովրդին պատել է զարմանք, քանիսն են զոհ գնում չարին, որ հայ ոտքը չդիպչի քարին։ Լաց եղիր, սգա իմ հայ ժողովուրդ, իմ ժողովրդին պատել է մեծ սուգ, իսկ հայոց մայրերի աչքերից շատ է թափվել արտասուք, շատ է տեսել ժողովուրդն իմ ցավեր, շատ է օտար թշնամին նյութել դավեր, անցյալից դաս քաղելու համար անգամ այսքանն էլ բավ էր։ Բավական էր այն, որ մորթում էին մոր ու մանկան, որ հոշոտում էին ջահել աղջիկներ, որ սպանվում էին անմեղ բալիկներ։ Բավական էր, որ այդքանից հետո զենք վերցնի անգամ քնքուշ երեխան, ու նույնիսկ վերցնի քնքուշ հայուհին, նրանց սրտի մեջ դեռ վերքեր կան հին։ Երբեք կյանքում ես չեմ մոռանա չգնահ պատկերը սևուկ աղջկա, նրա աչքերը, հայացքը բարի, ախ, ափսոս որ նա այլևս չկա։ Քայլեցի երկար ու տեսա դեմքեր քաջարի, խրող, գեղեցիկ, անմեղ վաղաժամ զոհված հերոսներ, դեմքեր կային քնքուշ, դեմքեր ազդեցիկ։ Ով հայ ժողովուրդ, քույրեր, եղբայրներ, եկեք մենք հիշենք նրանց առավետ, ու երբ կնստենք սեղանների շուրջ, իսկ դիմացները սուպաղն ու հաց, եկեք դարձյալ մենք հիշենք նրանց, միասին խմենք կենդանի կենաց։ Շնորհակալություն սիրելի հանդիսատես, այժմ ելույթ կունենան կրկին Բեդի քաղաքի մշակույթի տան Բեդի պարային համույթը։